Վրաստանում վրացին առավելություն ունի, վրացին առանց հերթ գնում, ստայանքից դուրս գալի արագ, իրանց դատարկ մեքենաները մի ժամ չեն կանգնում ստայանքում, մեր բեռնված մրգով, ծաղիկով, տարբեր փչացող ապրանքներով մեքենաները կանգնում են ստայանքում այնքան, ոնց որ դատարկ ավտոների նման կանգնած լինեն, ոչ մի առավելություն չկա։ Նույնը Ռուսաստանում, Լարսի տամոժնայում, հետո մենք կանգնում ենք, եթե ասենք փող տվեցիր, փողով հարցը լուծեցիր, չէ, տամոժնայից լավ կարան որոշեն քեզի հետ ուղարկեն, թե չուղարկեն։ Այնտեղ էլ մեզի պատասխանատու չկա։ Նույնը Բագրատաշենում, մեր Բագրատաշենի տամոժնայում քաշում է 2 օր, որ մտնես Հայաստան։ 2 օր։ Գալիս ես կանգնում ես հերթ, ոչ մի հատ ես աշխատանք չեմ տեսել, որ մեր մասին մտածեն, որ ասենք ինչ-որ մի բան անեն, որ արագ աշխատեն, մերս բեռնափոխադրող կազմակերպություններն էլ աշխատեն, ինչ-որ մի լուծում տրվի։ Նույնը խնդիրը, որ մեզ ասած բաց թողած վիճակում են գտնվում մենք, մեր լոգիստիկական կամպանիաները ոնց ուզում են աշխատում են, ինձ թվում է, որ հետևող չկա, բարձում են, ասենք, մեր մեքենաները կանգնած, տեսախ վարորդներ են, որ ունեն մի հատ ավտո, 2 հատ ավտո կամ կազմակերպության տեր, մեր մեքենաները կանգնած, ստեղ հիմա որ հելնենք գնանք տերմինալները մեր տարբեր Հայաստանի, կտենանք վրացիներ, ռուսներ, բելարուսներ, շատ լավ է, դու աշխատեն, բայց կիրգիզ, ուզբեկ, հիմա չեմ ասում, որ մենակ մենք աշխատենք, իրանք չաշխատեն։ Բայց պետք է ինձ լինի, որ ինչ-որ մի հնարավորություն ստեղծեն, որ մեզ էլ վերաբերեն, մենք էլ աշխատենք, մենք խիստ ինչ-որ զապաս ենք, այսպես կիրգիզը չլինի, վրացին չլինի, ռուսը չլինի, բելարուսը չլինի, նոր ինչ-որ բեռը տամ մեզի մենք բեռնափոխադրենք, կամ եթե ստեից էլ չեն տալի, հիմա դրսից ենք մենք բերում բեռը, ընդեղից էլ են գները ցածրացել, որ ստիպված էլ չեն կարող մենք դուրս գնանք, համ տանում են, համ բերում են։ Մեր հայ վարորդներն էլ ավտոները կանգնեցել են, երեք նկար են գցել, որ արդեն ծիծեռնակը բույն է դերը մեր մեքենաների մեջ։ Ձերը որ ընկերությունն է։ Ես անա ձեռներս եմ, իմ մեքենան ունեմ, ինձ անձամբ ես էլ վարում